Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի աղջկա Աննայի Հարսանյաց հանդեսն է։ Անահիտը հրապարակել է կադրեր, որտեղ վերջինս բավականին հուզված է, երբ աղջկան գեղեցկության սրահից մեքենայով տանում է տուն։ Ներկայացնում ենք կադրերն առանց խմբագրման։ Կատարմամբ, որի ավարտին, երբ ծափահարություններ են հնչել, Անահիտ Կիրակոսյանը չի կարողացել թաքցնել իր արցունքները և արտասվել է բեմում։ Այս կադրերը տարածվել են համացանցով մեկ, և մարդիկ նշում են, որ միգուցե այս կերպ դերասանուհին արտահայտել է նաև իր հոգու այն թաքուն ցավը, որն ապրում է ամուսնալուծությունից հետո։ Դերասանուհին ինստագրամյան արտակում կիսվել է իր ավագ դստեր լուսանկարներով և այդպիսով շնորհավորելով նրա ծննդյան տարեդարձը։ Ծնունդդ շնորհավոր Լաուրաս, արդեն կրկնակի մամա, 24 դարձեր, անհավատալի է։ Տարիներն արագ են սլանում, նշել է Անահիտ Կիրակոսյանն այդպիսով նաև փաստելով, որ իր և իր դուստրերի միջև հարաբերությունները շարունակում են իդեալական մնալ և կապ չունի, որ ինքն ու ամուսինը այլևս որպես ամուսիններ դադարել են միմյանց հետ լինել։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ներկայացրել էինք։ Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն ինստագրամյան էջում տարածել է տեսանյութ և դրան գցել Մայր Թերեզիայի խոսքերը։ Մարդիկ լինում են անհասկացող, անհեթեթ ու եսասեր, միևնույն է ներեք նրանց, եթե դուք բարություն եք արել, սակայն մարդիկ մեղադրել են ձեզ, թե ծածուկ հետամուտ եք եղել անձնական շահին, միևնույն է, բարություն գործեք, եթե դուք հաջողության եք հասել, ապա կարող են հայտնվել բազմաթիվ թվացյալ ընկերներ և իսկական թշնամիներ, միևնույն է, հասեք հաջողության։ Եթե դուք ազնիվ եք ու անկեղծ, ապա մարդիկ կխաբեն ձեզ, միևնույն է, եղեք ազնիվ և անկեղծ։ Այնինչ կառուցել եք տարիներով, կարող է ավերվել մեկակ ընթացքում, միևնույն է, շարունակեք կառուցել։ Եթե դուք ձեռք եք բերել անխռով երջանկություն, ապա ձեզ կնախանձեն, միևնույն է, եղեք երջանիկ, բարիքը, որ արարել եք այսօր, վաղը մարդիկ մոռացության կմատնեն, միևնույն է, բարիք արարեք։ Կիսեցեք մարդկանց հետ ձեր ունեցածի լավագույն բաժինը և նրանց դա երբեք չի բավականացնի, բայց և այնպես շարունակեք կիսել մարդկանց հետ ձեր ունեցածի լավագույն բաժինը։ Վերջի վերջո դուք կհամոզվեք, որ այդ ամենը եղել է Աստծո և ձեր միջև և ոչ երբեք ձեր և նրանց միջև։ Էական չէ, թե ով և ինչ է խոսում ձեր մասին, ընդունեք այդ ամենը ժպիտով ու շարունակեք ձեր գործը, աղոթեք միաբան և եղեք միության մեջ։ Նշենք նաև, որ օրեր առաջ Անահիտ Կիրակոսյանը տարածել էր հաղորդագրություն այն մասին, որ ինքն ու ամուսինը այլևս միասին չեն։
Նշենք նաև, որ շատերի խոսքով այս կերպ դերասանուհին կարծես ակնարկում է նախկին ամուսնուն։ Անահիտ Կիրակոսյանը վերջին տարիներին նաև զբաղվում է բարեգործությամբ, նա իր ինստագրամյան հարթակում ներկայացնում է տարբեր մարդկանց, ովքեր ունեն աջակցության կարիք, ովքեր ունեն առողջական խնդիրներ, եւ իր հանդիսատեսին ներկայացնում է տվյալ մարդկանց ու խնդրում աջակցել, օգնել, որպեսզի տվյալ մարդիկ դուրս գան անելանելի իրավիճակից։ Շատ ու շատ մարդիկ են բուժվել Անահիտ Կիրակոսյանի եւ իր երկրպագուների փոխանցած գումարների եւ օգնության շնորհիվ։ Այսօր եւս դերասանուհին ինստագրամյան հարթակում հուզիչ հրապարակում է արել։ Բանն այն է, որ ստամոքսի քաղցկեղ է հայտնաբերվել Անահիտ Կիրակոսյանի ընկերներից մեկի՝ դերասան Պետրոս Սաֆարյանի մոտ։ Անահիտ Կիրակոսյանը հուզված է, նա իր խոսքում չի կարողանում թաքցնել արցունքները ու խնդրում է իր հետևորդներին միանալ, որպեսզի օգնել Պետրոսին հաղթահարել ստամոքսի քաղցկեղը։ Անահիտ Կիրակոսյանը դիմել է իր հետևորդներին, նշելով, որ եթե 4000 հետևորդ ընդամենը 1000 դրամ փոխանցեն, հնարավոր կլինի Պետրոսի բուժման առաջին փուլը հաղթահարել։ Ինչպես դերասանուհին է նշում, երկարատև բուժում է պահանջվում, սակայն սկզբնական փուլում կարելի է ինչ-որ չափով օգնել, հավաքելով նշված գումարը։ Ներկայացնում ենք դերասանուհու խոսքը առանց մեկնաբանության։ Բարի երեկո իմ շատ սիրելի հետևորդներ, ներողություն եմ խնդրում, որ ես ուշ ժամին եմ այսպիսի հարցով դիմում, ուղղակի հրատապ է։ Շատ դժվար եմ հիմա խոսում, որովհետև հենց նոր տեղեկացա, որ իմ լավ գործընկեր Պետրոս Սաֆարյանի մոտ հայտնաբերվել է ստամոքսի քաղցկեղ։ Անհրաժեշտ են շատ մեծ գումարներ բուժման համար, ովքեր չգիտեն կամ չեն հիշում, Պետրոսի հետ մենք խաղացել ենք անցյալի ստվերներում, ես Իզանեի, ինքը Ազատը, և Պետրոսը շատ տաղանդավոր պարուսույց է, փայլուն պարող, մեր շանթի նախագծերում եղել է «Պարիժ թե կարող ես»-ում, եղել է պարահանդեսում, պարահանդես 1, 2, 3 բազմաթիվ զույգերով հրաշալի ֆանտաստիկ ելույթներ է ունեցել, անպայման հաջորդիվ իմ կիսատ մնաց խոսքս, ես հիմա կտեղադրեմ Պետրոսի իդրամը այստեղ, ես քիչ առաջ եմ իր հետ խոսել, ինքը ասաց, որ շատ մեծ գումարների մասին է խոսքը, բայց գոնե նախնական, եկեք փորձենք օգնել,